Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Կրակոց էկոնոմիկայի նախարարությունում ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա։ Բողոքի ակցիա աջակցություն 18-ամյա Դավիթ Մինասյանին, ինչ վիճակում է 2 ամսով կալանավորված տղայի առողջական վիճակը։ Ռուսաստան-Հայաստան ավիահաղորդակցությունը վտանգի տակ է։ Ռուսաստանի Դաշնության կոշտ նախազգուշացումներից հետո ինչ կլինի, եթե Հայաստանը անդամակցի Եվրամիությանը։ Իշխող ուժի ընտրական թիմը արդեն հայտնի է, ովքեր են ՔՊ ցուցակի առաջատարները։ Խաղաղություն կամ պատերազմ, ընտրական բանաձև, ինչպես են մանիպուլացնում ընտրողներին նախընտրական գովազդներով։ Ջրային ենթակառուցվածքները թիրախում, ինչ է սպասվում Պարսից ծոցի ավելի քան 100 միլիոն բնակչությանը։ Վերակենդանացման բաժանմունքում 3 օր մնալուց հետո Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով 2 ամսով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանին տեղափոխել են հիվանդասենյակ։ Դավիթ Մինասյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը մեծ զրույցում նշել է, որ նրա առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ եւ ըստ նրա Դավիթը խնամքի կարիք ունի։ Առավոտյան տեղափոխվել է պալատ վերակենդանացման բաժանմունքից, բայց ամեն դեպքում վիճակը իմ գնահատմամբ լավ չէր, որովհետև ուներ գանգատներ, ցավեր, չէր կարողանում տեղաշարժվել, չէր կարողանում նստել, կանգնել, որովհետև շատ ուժեղ գլխացավեր ուներ, թեպետ որ ցավազրկողները նաև ստացել էր, բայց այդ խնդիրը կար։ Լրացուցիչ նաև ուղղորդող այլ խնդիրներ կան, որոնք որ ուղղակի հիմա բժշկական գաղտնիքից ելնելով չեմ բարձրաձայնում։ Չունի խնամակալ, որի անհրաժեշտությունը առավել քան կա, որովհետև ստացվում է, որ ես մյուս պաշտպանը մենք ենք կերակրելու եւ այլն, տարբեր հարցեր ա լինում, որովհետև անշարժ վիճակում է հիմա ինքը։ Այսինքն իր մայրը չի կարողանում, իր մոտ լինել։ Թույլ է, շատ թույլ է, հիմա այսօր Էրբակյանն է գնացել փոքրելա մի փոքր գոնե կերակրի, իր մոտ սահմանափակում է, ծնողն չի կարող իր մոտ ներս մտնի, խնամակալ չունի փաստացի սպայն։ Այսօր դատախազության դիմաց կրկին բողոքի ակցիա են անցկացրել Դավիթ Մինասյանի դասընկերները իրենց ծնողների հետ։ Նրանք նամակ են հանձնել գլխավոր դատախազին խնդրելով վերանայել Դավիթի կալանավորման որոշումը։ Դիմում ենք ձեզ մեծ ցավով եւ անհանգստությամբ։ Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է եւ այս պահին նա գտնվում է հիվանդանոց։ Նրա կյանքը եւ առողջությունը իրական վտանգի մեջ են եւ բժիշկների մշտական հսկողության կարիք ունեն։ Այս իրավիճակում նրա նկատմամբ կիրառված կալանքը մարդկային տեսանկյունից դառնում է ծայրահեղ ծանր եւ անհանդիմանչափ միջոց։ Խնդրում ենք վերանայել նրա նկատմամբ կիրառված կալանքի միջոցը եւ նպաստել նրա ազատ արձակմանը, հաշվի առնելով նրա ծանր առողջական վիճակը եւ ապահովելով արդարության եւ իրավականության սկզբունքների պահպանումը։ Այնտեղ պատասխանեցին, որ 30 օրվա ընթացքում դիմումը կնայեն եւ կպատասխանեն, ակնկալիք ունենք մեր ընկերոջ առողջական վիճակից ելնելով ավելի շուտապույտ այդ դիմումին նայեն, պատասխանեն, քանի որ մեզ հայտնի է, որ մեր ընկերը գտնվում է Նայիրի բժշկական կենտրոնի ռեանիմացիայում եւ մեր համար շատ կարեւոր է նրա առողջական վիճակը եւ հույս ունենք, որ ինչքան հնարավոր շուտ պատասխան կստանանք։ Դավիթի գործի շուրջ սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումները ստիպել են արձագանքել մարդու իրավունքների պաշտպանին։ ՄԻՊ-ը նշել է, որ Մինասյանի իրավունքներին առնչվող հարցի ուսումնասիրությունը սկսել է սեփական նախաձեռնությամբ անմիջապես միջադեպից հետո։ ՄԻՊ-ը ընդգծել է, որ սոցիալական ցանցերում արված գրառումները չեն կարող պաշտոնական բողոք համարվել, իսկ կալանքը կիրառվել է դատարանի որոշմամբ եւ պաշտպանը իրավասու չէ միջամտելու դատական գործընթացներին։
Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, ներառյալ իշխանությունների գործունեության վերաբերյալ քննադատական դիրքորոշում ներկայացնելու իրավունքը։ Պաշտպանը պահանջում է իրավասու մարմիններից ցանկացած գործողություն իրականացնելիս պահպանել իրավաչափության սկզբունքը, զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից, երաշխավորել քաղաքացիների բոլոր իրավունքների պատշաճ իրացումն ու պաշտպանությունը։ Այս առումով պաշտպանը շարունակելու է հետևել իրավիճակին քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով։ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է արձանագրել նաև հանրային խոսույթում ատելության եւ անհանդուրժողականության դրսևորումների տարածման մտահոգիչ միտումը։ Այս համատեքստում պաշտպանը կոչ է անում զերծ մնալ իրավիճակը սրող ատելություն կամ բռնություն հրահրող արտահայտություններից, հաշվի առնելով դրանց վտանգավոր ազդեցությունը հասարակական համերաշխության վրա։ Հայաստանում ատելության խոսքն ունի մտահոգիչ ծավալներ եւ օգտագործվում է գրեթե ամենօրյա ռեժիմով։ Կրակոցը հնչել էկոնոմիկայի նախարարությունում։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ նախնական տվյալով էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման հանձնման ժամանակ իրեն ամրացված զենքից պատահաբար կրակել է։ Տուժածի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Նշեմ, որ տեղեկությունը առաջինը հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Իսկ Շամշյանի վիրավորը 21-ամյա Սուրեն Ռուսյանն էր։ Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումը գրեթե մեկ շաբաթ անց է շարունակում է ակտիվ քննարկվել միջազգային քաղաքական շրջանակներում։ Հանդիպման ընթացքում հնչած հայտարարություններին արձագանքել է նաև Ադրբեջանը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել արձագանքելով հանդիպման ընթացքում Արցախի մասին հիշատակմանը։ Բաքուն դիվանագիտական ուղիներով ռուս պաշտոնյաներին կոչ է արել Հայաստանի հետ հարաբերություններում չօգտագործել Արցախի թեման, նշելով, որ դա բացառապես Ադրբեջանի ներքին գործերին վերաբերող հարց է։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան ցանկանում է, որպեսզի Արցախի հարցը քննարկվի առանց Ռուսաստանին ավելորդ հղումներ անելու։ Նրա խոսքով այդ հարցի շուրջ որոշումները ամբողջությամբ կախված են Հայաստանի ներկայիս իշխանությունից։ Մոսկվայից հնչել են նաև տնտեսական հնարավոր հետևանքների մասին հայտարարություններ։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ եթե Հայաստանը միանա Եվրամիությանը, ապա կարող է դադարել Հայաստանի եւ Ռուսաստանի միջև օդային հաղորդակցությունը։ Ինչ ռիսկեր կարող են առաջանալ Հայաստանի համար սկսած ավիահաղորդակցության դադարեցումից մինչև գազի գնի բարձրացում, որքանով է իրատեսական Եվրամիության անդամակցության հեռանկարները եւ հնարավոր է արդյոք դուրս գալ ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից, մանրամասները ռեպորտաժում։ ԵԱՏՄ անդամակցությունը չի կարող համատեղելի լինել Եվրոպական միությանը միանալու ծրագրի հետ։ Սա է Ռուսաստանի ուղիղ վերջնական պատասխանը, որին հաջորդում են հետևանքների մասին պարզ նախազգուշացումները։ Մոսկվայում առաջին անգամ բաց տեքստով լրատվամիջոցների ներկայությամբ ուղիղ տրվեց այդ հարցը, սա ինչ որտեղ միգուցե նաև անակնկալ էր հայկական կողմի համար եւ նրանք չէին սպասում, որ այդ ամենը բաց էսպես տեքստով կքննարկվի։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունները փաստացի նախազգուշացնում են։ Եվրոպական միությանը մոտենալը կարող է հանգեցնել ոչ միայն տնտեսական հարաբերությունների վերանայման, այլ նաև ավիահաղորդակցության դադարեցման։ Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը բերում է հարևան Վրաստանի օրինակը, որը շուրջ 10 տարի չուներ ավիահաղորդակցություն Ռուսաստանի Դաշնության հետ հենց նույն պատճառով, ապա զգուշացնում, որ սա կարող է աղետաբեր լինել Հայաստանի Հանրապետության համար։ Քանզի կապը Ռուսաստանի հետ մենք այլ տարածքով չունենք հնարավորություն ավիահաղորդակցություն իրականացնելու։ Հետևաբար մեր հայրենակիցների հետ է կապը կտրվելու եւ առհասարակ դա լավ բանի մասին չի խոսում։ Քաղաքագետ Արա Պողոսյանն էլ նշում է, որ Հայաստանի մոտեցումը երրորդ պետության արտապատվիրակելու երկաթուղիների կոնցեսիան բնականաբար առաջ էր բերելու ռուսական կողմից հակազդեցության։ Հիմա ունենք այն, որ ռուսական կողմը ես կարծում եմ, որ բավականին այլևս լուրջ է տրամադրված, ինչպիսին կլինի Հայաստանի իշխանությունների վարկագիծը կանխատեսել է ինչ-որ տեղերում անկանխատեսել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանկացած արտաքին հզոր ազդեցություն իրենց մոտ առաջ է բերում զիջումներ։ Խոսելով հնարավոր տնտեսական պատժամիջոցների մասին, Գրիգոր Բալասանյանը ամենազգայուն թեման համարում է գազի գնի բարձրացումը։
Սկսած հացից վերջացրած ջերմոցում աճեցրած լոլիկով եւ արունգով բնականաբար գինը շեշտակի ավելանալու է։ Հետևաբար այս հարցերին պետք է շատ ավելի լուրջ վերաբերվել եւ շատ ավելի էմոցիաներից զուրկ վերաբերվել սրան եւ սառը կշռադատված մոտեցում ցուցաբերել, քանզի իրոք իրավիճակը բավականին լարված է։ Հայաստանի Հանրապետությունը կախվածություններ ունի էներգետիկ անվտանգության առումով, թեպետ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ցույց են տալիս, թե հնարավոր է այդ կախվածությունները բալանսավորել։ Հայաստանի Հանրապետությունը այն գնով իջ գնով որ ստանում է Ռուսաստանից գազը, բնական գազ։ Ես կարծում եմ որևէ երրորդ կողմից նման հնարավորություն չունի, ինչը Ռուսաստանի համար գործիք է իր ցանկալի նպատակին հասնելու համար։ Այն, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում քննարկել Հայաստանի ընտրական գործընթացները, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը լիովին հիմնավորված է համարում։ Եթե Եվրոպական միությունը, եթե Թուրքիան իրավունք ունի միջամտել Հայաստանի ներքին գործերին եւ կարծիք հայտնել այս կամ այն տեխնատուի օգտին, եթե Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը կարող է կարծիք հայտնել, ըստ էության աջակցելով գործող վարչապետին կամ նրա արած գործի շարունակությունը, ապա բնականաբար Մոսկվան ունի այդ իրավունքը։ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է դուրս գալ թե ՀԱՊԿ-ից, թե ԵԱՏՄ-ից, եթե Ռուսաստանը կիրառի տնտեսական կամ էներգետիկ ճնշումներ, այսինքն հարաբերությունները տեղափոխվում են փոխադարձ սպառնալիքների հարթություն։ Հայաստանի Հանրապետությունը իր որոշումը կայացնի եւ դուրս կգա վերջնականապես թե ՀԱՊԿ-ից, թե ԵԱՏՄ-ից։ Այդքան հեշտ է դուրս գալ թե ՀԱՊԿ-ից, թե ԵԱՏՄ-ից եւ միանալ Եվրոպական միությանը։ Զրուցակիցներս կարծում են, որ Եվրոպական միության անդամակցությունը պարզապես հեքիաթ է, որով իշխանությունը կերակրում է քաղաքացիներին։ Առնվազն մինչև 2030 թվականը լուրջ չէ այդ մասին բարձրագույն հայտարարություններ անելը, քանի որ Եվրոպան Հայաստանի հետ կապված դիրքորոշում չունի։ Ավելին, Եվրոպական միությունը պատրաստ է ընդլայնվել այն երկրների ուղղությամբ, որոնք ի վիճակի են վճարել։ Եվրամիությանը միանալու իրենց հերթին են սպասում Ալբանիան, Սերբիան, Մոլդովան, Ուկրաինան։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին խոսել է նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Նրա կարծիքով Հայաստանի ընտրողները արդեն հասկացել են, որ միակողմանի եվրոպական ուղղությունը կարող է վտանգավոր լինել երկրի համար։ Հայաստանցի ընտրողն արդեն հասկացել է, որ Փաշինյանական ոճի միակողմանի ու ոչ միտեղ չտանող եվրո ռեֆերանսները խիստ անբովանդակ եւ նույնիսկ վտանգավոր են Հայաստանի համար։ Տարածաշրջանային իրավիճակը կտրուկ վատթարացել է։ Հարևան Իրանում պատերազմ է ընթանում, լարվածությունները բազմապատկվել են եւ Հայաստանը հայտնվել է առավել խոցելի դիրքում։ Եվրոպական համայնքը թեև ուղղակի մասնակցություն չունի պատերազմում, սակայն ակնհայտորեն բացասաբար է տրամադրված Իրանի նկատմամբ։ Ակնհայտ է նաեւ պաշտոնական Եվրամիության բացասական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Ավելին, օրերս Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումը առավել յուղ լցրեց կրակի վրա, երբ առանց դիվանագիտական նրբությունների պահպանման Փաշինյանը փաստացի դրվեց ընտրության առաջ՝ Եվրոպա թե Եվրասիական միություն։ Այս պայմաններում եվրոպական քաղաքական համայնքի բարձր մակարդակի հանդիպում հյուրընկալելը այլևս ոչ թե քաղաքական առավելություն է, այլ ռիսկ։ Հայաստանին անհրաժեշտ է զգուշավոր հաշվենկատ արտաքին քաղաքականություն, ոչ թե նախընտրական ցուցադրական քայլեր։ Այս պահին Հայաստանի քաղաքական դաշտում ուշադրությունը կենտրոնացած է ոչ միայն արտաքին քաղաքականությանը, այլև գալիք խորհրդարանի ընտրության վրա։ Քաղաքական ուժերը ակտիվ պատրաստվում են, ընտրում են թեկնածուներ, կազմում ցուցակներ եւ ներկայացնում սեփական ծրագրերն ու խոստումները։ Օրինակ, իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն արդեն հրապարակել է ազգային ժողովի ընտրական ցուցակը, որտեղ առաջին տեղում շարունակում է լինել Նիկոլ Փաշինյանը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դուրս է մնացել ՔՊ-ի ընտրական ցուցակի առաջին տասնյակից։ Փաշինյանից հետո ովքեր են ՔՊ ցուցակի առաջատարները, ռեպորտաժում։ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակի առաջատարներն արդեն հայտնի են։ Առաջատարն ինչպես սպասվում էր, կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է։ Նա շարունակում է մնալ Հայաստանի ամենակննարկվող քաղաքական գործիչներից մեկը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած Փաշինյանին ընդդիմությունը մեղադրում է պարտության եւ տարածքային կորուստների համար։ Փաշինյանը մինչդեռ պնդում է, որ այդ որոշումը կանխել է ավելի ծանր հետևանքներն ու խոսում խաղաղության դարաշրջանի մասին։ Արցախը Հայաստան է, հայտարարած Փաշինյանը 2021-ին վերընտրվելուց հետո Արցախը որպես Ադրբեջանի տարածք ճանաչեց։ Նրա պաշտոնավարման ընթացքում Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։
Երկրորդ համարը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերվա իրադարձություններից հետո Միրզոյանը հայտնվել է հանրային բողոքի ալիքի կենտրոնում։ Պատերազմից հետո Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար նշանակված Միրզոյանի գործունեությունը կապվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։ Ավելի վաղ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը փաստաթուղթ էր հրապարակել, որում նշվել էր, որ Միրզոյանը Թուրքիայի գործակալ է Օմեգա ծածկանունով։ Արարատ Միրզոյանի արձագանքը չէր ուշացել։ Նա Facebook-յան իր պաշտոնական էջում այդ տեղեկությունը ցնդաբանություն էր որակել եւ շարունակել պաշտոնավարումը։ Ցուցակի առաջին կին ներկայացուցիչը Անահիտ Ավանեսյանն է։ Նիկոլ Փաշինյանի առաջարկով եւ Արմեն Սարգսյանի հրամանով նախարար նշանակված Անահիտ Ավանեսյանը քաղաքացիական իրավունքի մասնագետ է։ Ի դեպ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է առողջապահության նախարար նշանակվել ոչ թե բժիշկ կամ հանրային առողջության կազմակերպիչ, այլ իրավաբան։ Մամուլի տեղեկությունների համաձայն Անահիտ Ավանեսյանը միաժամանակ կապված է նաև աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Նրա ամուսինը Ստեփան Ավանեսյանը համատեղ բիզնես շահեր ունի Թորոսյանի հետ։ 2020 թվականի մարտի 9-ին հետքպարբերականը գրել է, որ Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող Արմֆարմացիա ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր 44 պետական կառույցի հետ, ընդհանուր մոտ 667 միլիոն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին 137 պայմանագիրը արդեն Ավանեսյանի փոխնախարար եղած ժամանակ։ Ցուցակի 4-րդ հորիզոնականում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է։ Մինչև 2018 թվականը դասախոսական աշխատանքով զբաղված Պապիկյանը Թավշյա հեղափոխության առանցքային երիտասարդ դեմքերից մեկն էր։ Եղել է նախ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, ապա հետպատերազմյա փուլում ստանձնել է պաշտպանության նախարարի պաշտոնը։ Ի դեպ Պապիկյանի զինվորական ծառայությունը հարթ չի ընթացել։ Նա ազատազրկման է դատապարտվել հրամանատարին դանակահարելու համար։ Ցուցակի հնգյակը եզրափակում է էկոնոմիկայի նախարար նախկին հանրապետական Գևորգ Պապոյանը։ Վերջինս մինչև 2018 թվականը անդամակցել է հանրապետական կուսակցությանը, ապա միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քաղաքացիական պայմանագրին։ Նա եղել է ազգային ժողովի падգամավոր, ապա նշանակվել է էկոնոմիկայի նախարար, փոխարինելով Վահան Քերոփյանին։ 6-րդ հորիզոնականում արդարադատության նախարար Սրփուի Գալյանն է, ցուցակի երկրորդ կին ներկայացուցիչը։ 34-ամյա նախարարը մասնագիտությամբ իրավաբան է։ 2019-ից եղել է արդարադատության նախարարի տեղակալ, ապա գլխավոր դատախազի տեղակալ, որը համակարգում էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը։ Ցուցակում հաջորդը Ռուբեն Ռուբինյանն է։ Նա ՔՊ շարքերը համալրել է նախքան հեղափոխությունը, կուսակցության հիմնադիրներից է։ 2018 թվականի մայիսին Ռուբեն Ռուբինյանը նշանակվել է փոխարտգործնախարար, 7 ամիս անց դարձել է ազգային ժողովի փոխխոսնակ։ 2021 թվականից հայ-թուրքական հարաբերությունների հարցով բանագնացն է։ Հեղափոխությունից առաջ մի քանի ամիս Ռուբեն Ռուբինյանը ապրել էր Ստամբուլում, հետազոտություն էր իրականացրել Հրանտ Դինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի շրջանակներում։ Իսկ մինչ այդ սովորել է Լոնդոնի համալսարանական քոլեջում եւ Լեհաստանի Յագելոնյան համալսարանում։ ՔՊ ցուցակի 8-րդ համարը Վահագն Ալեքսանյանն է։ 31-ամյա падգամավորը մասնագիտությամբ արաբագետ է։ Ըստ մամուլի տեղեկությունների, մինչ ՔՊ-ին անդամակցելը ԲՀԿ անդամ է եղել եւ այդ տարիներին տհաճ միջադեպերի կիզակետում հայտնվել, բարեգործական նպատակներով մարզեր ուղարկված ալյուրի յուրացման հետ կապված։ Ցուցակում հաջորդը Ալխազ Ղազարյանն է։ Ծննդով Գեղարքունիքի Վաղարշեն գյուղից է Ղազարյանը։ Քաղաքական կարիերան սկսել է 35 տարեկանում դառնալով падգամավոր քաղաքացիական պայմանագրի համապատասխան ցուցակով։ Մինչ այդ ճարտարագիտության մագիստրոս Ղազարյանը գիտության ոլորտում է աշխատել։ Ասեք թող կպնի իր գործերին կարճ։ Արայիկ Հարությունյան Գյումրիից Երևան քայլած հեղափոխականների թվում էր ՔՊ ցուցակի տասնյակը եզրափակող Արայիկ Հարությունյանը։ Նա իշխանափոխությունից հետո նշանակվեց ԿԳՄՍ նախարար։ Հենց նրա պաշտոնավարման օրերին հայ եկեղեցու պատմություն առարկան հանվեց դպրոցական ծրագրից։ Իսկ բուհ ընդունվելու համար ոչ հումանիտար հոսքերում հայագիտական առարկաները դարձան ոչ պարտադիր։ Այժմ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Հարությունյանը միաժամանակ ընդգրկված է բազմաթիվ պետական եւ մշակութային կառույցներում։ Armenpress-ի լիազոր ներկայացուցիչ, կառավարման ակադեմիայի խորհրդի նախագահ, Մատենադարան եւ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ։
Իշխող ուժը նախընտրական քարոզչության գլխավոր ուղերձը կառուցում է խաղաղություն կամ պատերազմ գաղափարի վրա։ Սա դարձել է իշխող ուժի նախընտրական քարոզչության հիմնական գործիքը։ Հենց այս փուլում Հայաստանի ինֆորմացիոն դաշտը լցվում է էմոցիոնալ գովազդներով, որտեղ ընտրողին ներկայացվում է պարզ, բայց վտանգավոր ընտրություն։ Ինչպես են մանիպուլացնում ընտրողին նախընտրական գովազդներում, թեման ավելի խորքային ուսումնասիրել է Սեդա Մակարյանը։ Պատերազմ կամ խաղաղություն։ Հայ հասարակությունն իսկապես երկընտրանքի առաջ է, թե հերթական տեղեկատվական պատերազմում զոհի կարգավիճակում է հայտնվել։ Հայաստանի տեղեկատվական դաշտում նախընտրական շրջանում ակտիվանում են այսպես կոչված էմոցիոնալ քարոզչական գովազդները։ Սա դրանցից մեկն է, որտեղ իշխող քաղաքական ուժը ներկայացված է որպես խաղաղություն, իսկ ընդդիմադիր 3 քաղաքական ուժերի առաջնորդները որպես պատերազմ բերողներ։ Այս ընտրությունները յուրահատուկ են լինելու այնքանով, որ գիտակցությունը ունենալու է շատ քիչ մասնակցություն այս ընտրություններին, մարդիկ ընտրելու են որպես այսպես ապոկալիպտիկ ընտրություններ են լինելու։ Տեսանյութում կիրառված է դասական հակադրության մեթոդը, պնդում են մասնագետները։ Մի կողմում լուսավոր ֆոն է, մեղմ պատկեր, խաղաղության ուղերձ, մյուսում մուգ գույներ, լարված դեմքեր։ Մասնագետների խոսքով կեղծ երկընտրանքի մանիպուլյացիա է, երբ ստեղծված իրավիճակից միայն մեկ ելք է ներկայացվում։ Սա իր հերթին ազդում է մարդու ենթագիտակցության վրա։ Բոլոր կողմերը ունեն իրենց ծայրահեղ թեզերը, որոնք բացահայտ ազդում են միայն զգացմունքների վրա, կան դրական թեզեր էլ, որոնք ազդում են ոչ միայն բացասական, երբ որ մարդկանց առաջարկվում են ինչ-որ ոսկու սարեր, որոնք նույնպես բացարձակ զգացմունքային են, օրինակ տնտեսական ծրագրերի մի մասը, որ կարդում ես ինչ-որ տարբեր վերելակներում եւ այլն, իրենք ակնհայտ իրականության հետ ոչ մի կապ չունեն։ Այսպիսի բովանդակությունը տեղեկատվական ազդեցության գործիք է, որը կարող է նպաստել հասարակության բևեռացմանը։ Եթե այն կիրառվում է համակարգված եւ լայնածավալ, ապա արդեն դիտարկվում է նաեւ հիբրիդային ազդեցության համատեքստում։ Գերադասելի է նայել ծրագրերը, փորձել դրանք գնահատել ինքնուրույն։ Այս տարի մենք ունենք լավ տարբերակ նաեւ, եթե մարդ գլուխ չի անում օրինակ տնտեսությունից, վերցրեք կուսակցությունների ծրագրերը վերբեռնեք արհեստական բանականություն, ChatGPT-ը, Gemini-ը, նայած որն եք օգտագործում, եւ խնդրեք, որպեսզի այն վերելուց իրականում ավելի երջանիկ Հայաստանում մենք կունենայինք վերլուծաբանների, փորձագետների բանակ, որը դա կանեին, բայց ցավոք սրտի այսօրվա դրությամբ ռեալ փորձագետներին կարելի է մատով հաշվել։ Իրավապաշտպանները եւս մտահոգված են նման երևույթներով։ Նրանց խոսքով նման գովազդները կարող են պարունակել իրավական խախտման տարրեր, մասնավորապես ընտրողների վրա հոգեբանական ճնշման, մանիպուլյացիայի եւ հավասար մրցակցության սկզբունքի խախտման տեսանկյունից։ Խաղաղության եւ պատերազմի թեմայի բարձրացումը համարում եմ շանտաժային մթնոլորտի ձևավորում։ Ընտրությունները պետք է անցկացվեն ազատ արդար միջավայրում։ Երբ ընտրողին ներկայացվում է կեղծ ընտրություն, վախի եւ սպառնալիքի միջոցով, դա արդեն դուրս է ազնիվ քարոզչության սահմաններից եւ կարող է գնահատվել որպես ընտրական գործընթացի վրա ոչ պատշաճ ազդեցություն։ Մասնագետները խորհուրդ են տալիս նման բովանդակության դեպքում պահպանել քննադատական մտածողությունն ու փորձել տարբերակել տեղեկատվությունը մանիպուլյացիայից։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Պարզվում է, որ այս նույն մեխանիզմն օգտագործվել է նաև այլ երկրներում։ Աշխարհի տարբեր երկրներում առաջնորդները նախընտրական փուլերում հաճախ դիմել են նույն գործիքին ընտրողների հոգեբանությանը ազդելու համար։ Միջազգային փորձն ուսումնասիրել է Անի Աբաղյանը։ Պատերազմ, որ սկսել են առաջնորդները սեփական ընտրողների դեմ։ Միացյալ Նահանգներում Լինդոն Ջոնսոնը, Ռուսաստանի Դաշնությունում Բորիս Ելցինը, Թուրքիայում Ռեջեփ Էրդողանը, Հունգարիայում Վիկտոր Օրբանը։ Ինչպես են պատերազմել նրանք։ Եթե չընտրեք ինձ, կլինի պատերազմ, հոգեբանական տերորն են իրականացրել այս առաջնորդները նախընտրական շրջանում։ Միացյալ Նահանգներում 1964-ին մի փոքրիկ աղջիկ խաղում է մարգագետնում, որին հաջորդած կադրում Միացյալ Նահանգներն էր միջուկային պատերազմի վտանգի առջև կանգնած։ Միացյալ Նահանգները, եթե չլինի Լինդոն Ջոնսոնը։
Ջոնսոնն իր քարոզարշավի հիմքում դրեց վախը, համոզելով ընտրողներին, որ սխալ ընտրությունը կարող է բերել անկանխատեսելի ավերածությունների։ Վախի այս մոդելը 32 տարի անց կրկնվեց աշխարհի հյուսիսային կիսագնդում Ռուսաստանում։ Բորիս Ելցինը քաղաքացիներին ասում էր՝ «Պահեք կայունությունը, այլապես կոմունիստները կվերադառնան»։ Ամերիկացի խորհրդատուների կողմից մի կարգախոս առաջ քաշեցին՝ քվեարկիր թե չէ կպարտվես։ Տվյալ դեպքում վախեցնում են, որ սոցիալական պարտություն կլինի, նորից սովետական միությունը կվերականգնվի եւ ձեր ազատությունները մի կողմ կկորչեն։ Նույն շանտաժի լեզվով խոսեց Թուրքիայի նախագահը ընտրողների հետ։ Էրդողանն ընդդիմադիրներին ներկայացնում էր որպես ներքին թշնամի։ Թուրք ժողովուրդը չի թողնի երկիրը քաոսի մեջ։ Բայց ի տարբերություն Էրդողանի, Հունգարիայում արտաքին թշնամու միջոցով են վախեցնում ընտրողներին։ Մի քանի օրից խորհրդարանական ընտրություններ են։ Վիկտոր Օրբանի ընտրողներին այսպես ասած համոզելու տակտիկայի մասին Արման Մելիքյանն է գրել։ Նա նմանություն է տեսել նախընտրական փուլում գտնվող Հայաստանի հետ։ Հունգարական պաշտոնական քարոզչական տարբերակը կանխատեսում է, որ ընդդիմության հաղթանակի դեպքում երկիրը կպատերազմի Ուկրաինայում ընդդեմ Ռուսաստանի։ Մեր պարագայում չի ասվում, սակայն ենթադրվում է, որ վարչապետ Փաշինյանի թիմի պարտության դեպքում պատերազմը կվերսկսի Ադրբեջան, իսկ որտեղ նա, այնտեղ էլ Թուրքիան կլինի։ Ինչևէ, ուսանելի կլինի տեսնել, թե նկարագրված քարոզչական մոդելը կապահովի արդյոք իշխանությունների հաղթանակն ապրիլին Հունգարիայում եւ կամ արդյոք այնտեղ ընդդիմության հաղթանակի դեպքում երկիրը կմասնակցի պատերազմական գործողություններին։ Քաղտեխնոլոգ Հակոբ Բադալյանի խոսքով ընտրողներին պատերազմով վախեցնելու քարոզչական հնարքը շատ հին է, գործիքներն են նոր։ Ցանկացած պարագայում դա մեծ հաշվով խիստ վտանգավոր տեխնոլոգիա է, որ կիրառվում է սեփական հասարակության դեմ։ Եվ բացի այն, որ այդ տեխնոլոգիան կիրառվում է ինչ-որ ներքին քաղաքական նպատակներով, դա նաև տվյալ հանրությանը եւ պետությանը խոցելի է դարձնում արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության տեսանկյունից։ Չասած բազմաթիվ այլ էֆեկտներ տնտեսականից մինչև սոցիալ-հոգեբանական, որոնք պարզապես քայքայում են տվյալ հանրային եւ պետական միջավայրը ավելի երկարաժամկետ իմաստով։ Հունգարիայից բացի մյուս 3 երկրում պատերազմով վախեցնելու քարոզչական հնարքը գործել է հօգուտ գործածողի։ Ելնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Ոնց ուզում եք ինձ ասում եք 18 տվին գայր ասեի, հիմա ասում եմ։ Ինչ արդյունք կտա այն Հայաստանում։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, գործել է 2021-ին, բայց 2026-ին հանրությունն այլևս չի հավատում։ Աղուցան կարգախոսով եկավ իշխանության եւ նույնպես վախեցնում էր մարդկանց, արդյունքում ինչ եղավ։ Արդյունքում մենք Արցախում պատերազմ տեսանք ըստ էության եւ Արցախը էթնիկ զտման ենթարկվեց։ Հիմա երրորդ անգամ նույն անձը արդյոք կկարողանա նորից խաբել հանրությանը։ Ես կարծում եմ, որ նույն անձի համար 3 անգամ խաբել արդեն չափազանց շատ է եւ եթե հանրության մեջ մի տենց մեծ զանգված կա, որը կարող է հերթական անգամ խափնվել, դա ուրեմն մեր ժողովուրդը ապագայի հետ կապված շատ լուրջ խնդիրներ ունի։ Նացիստական Գերմանիայի քարոզչության գլխավոր պատասխանատուն վախի եւ քարոզչության մեխանիկան փորձարկած Գեբելսը հայտարարել էր. եթե հանրությանը չեք մոբիլիզացնում նպատակի շուրջ, վախեցրեք նրանց։ Կվախենա հայ հասարակությունը այն դեպքում, երբ խաղաղություն խոստանում է երկիրը 4 անգամ պատերազմի մեջ ներքաշած վարչապետը։ Անիա Բաղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, որը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ պատրաստ է միանալ ուժեղ Հայաստան կուսակցությանը, այսօր որոշել է առանձին մասնակցել ազգային ժողովի ընտրությանը։ Հայ ազգային կոնգրեսը բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրեց Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժեղ Հայաստանի հետ գալիք ընտրություններում ազգակործան ռեժիմի դեմ մեծ դաշինք ստեղծելու նպատակով։ Դրսևորել ենք առավելագույն ճկունություն, դաշինքի ստեղծման համար որևէ նախապայման չդնելով։ Մեզանից անկախ պատճառներով այդ դաշինքը չկայացավ, հետևաբար Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի ընտրություններին առանձին։ Իսկ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը որոշել է չմասնակցել հունիսի 7-ին կայանալիք ընտրությանը, ոչ որևէ կուսակցության, ոչ էլ դաշինքի կազմում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանում է, նա հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Համատեղասուլիսի ընթացքում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հարավային Կովկասում ձևավորվում է բոլորովին նոր վիճակ և Հարավային Կովկասում գտնվող երկրները չպետք է բաց թողնեն այս հնարավորությունը։ Ցավոք այսօր աշխարհի տարբեր մասերում խաթարվում է խաղաղությունը, անվտանգությունը, հանգստությունը և կայունությունը, ինչը հանգեցնում է արյունալի բախումների, պատերազմների, տառապանքների և կորուստների։ Նմանատիպ վիճակ ժամանակին գոյություն ուներ նաև Հարավային Կովկասում, սակայն այսօր Հարավային Կովկասն արդեն վերածվում է խաղաղության, հանգստության, անվտանգության և գործակցության տարածքի։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ հայտարարել է, որ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Կոբախիձեն շեշտել է, որ Ադրբեջանը միշտ աջակցել է Վրաստանի իշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Պարսից ծոցի տարածաշրջանում պատերազմը նոր ու վտանգավոր փուլ է մտնում։ Ռազմական հարվածների թիրախում հայտնվել են ոչ միայն ռազմական և էներգետիկ օբյեկտները, այլ նաև ջրի կենսական ենթակառուցվածքները։ Փորձագետները զգուշացնում են, ջուրը արդեն վերածվում է ոչ միայն կենսական ռիսկի, այլ նաև պատերազմի նոր գործիքի։ Հնարավոր հետևանքներ կարող են ունենալ ջրային ենթակառուցվածքների հարվածները և արդյոք աշխարհը կանգնած է ջրային պատերազմի շեմին, ռեպորտաժում։ Պարսից ծոցի ավելի քան 100 միլիոն բնակչությանը ծարավ մնալու վտանգն է սպառնում։ Ամերիկա-Իրան պատերազմը նոր տրամաբանություն ստացավ, երբ ռումբերի հարվածները սկսեցին ոչնչացնել աղազերծման կայանները, որոնք ծովի աղի ջուրը խմելու համար պիտանի էին դարձնում։ Օրեր առաջ Իրանի Պարսից ծոցի Ղերժ կղզում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով ոչնչացվել է ջրի աղազերծման գործարանը, ինչի հետևանքով կղզին փաստացի զրկվել է խմելու ջրից, կանգնելով հումանիտար լուրջ ճգնաժամի առջև։ Ջրային ենթակառուցվածքի պաշտպանությունը ամրագրված է միջազգային իրավունքում, Ժնևյան կոնվենցիաների 54-րդ հոդվածն ուղղակիորեն արգելում է հարձակումները խմելու ջրի կայանների վրա, դրանք համարելով խաղաղ բնակչության գոյության համար անփոխարինելի։ Բայց կա մի ծանր հակասություն, այս կանոնն ուժ ունի միայն այն երկրների համար, որոնք ստորագրել և վավերացրել են արձանագրությունը։ Պատերազմի բոլոր 3 կողմերը՝ Միացյալ Նահանգները, Իսրայելը ու Իրանը դա չեն արել։ Այսինքն օրենքը կա, որը սակայն այս պատերազմի վրա չի տարածվում։ Պատերազմը ինքնին ահավոր երևույթ է և պատերազմի ժամանակ ոչ մի կոնվենցիաներ չեն աշխատում։ Ծոցի 6 երկրները՝ Բահրեյն, Քուվեյթ, Օման, Քաթար, Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրությունները աղազերծման տեխնոլոգիայի շնորհիվ ջուր են ապահովում 62 միլիոն մարդու համար։ Ամբողջ մերձավոր Արևելքում կա մոտ 5000 աղազերծման կայան, որոնցից ավելի քան 400-ը ծոցի շրջանում։ Առանց այս ենթակառուցվածքի մոտ 100 միլիոն մարդ կզրկվի ջրից։ Մերձավոր Արևելքում, որտեղ բնական քաղցրահամ ջրի պաշարները սահմանափակ են, աղազերծման գործարանները կենսական նշանակություն ունեն։ Դրանց թիրախավորումը պատերազմի ժամանակ դառնում է ոչ պակաս ազդեցիկ գործիք, քան էներգետիկ կամ ռազմական ենթակառուցվածքների խոցումը։ Վերջը ժողովուրդն է տոժում։ Ջրի գինը կբարձրանա, ջրի որակը կարող է փոխվել վատ իմաստով, քանակային կարող է կորուստներ ունենանք։ Փորձագետները նշում են, ջրի ենթակառուցվածքների վնասումը կարող է ավելի ծանր հետևանքներ ունենալ, քան անգամ անմիջական ռազմական հարվածները։ Ջրի բացակայությունը կաթվածահար է անում բնակչության առօրյան առողջապահությունը, տնտեսությունը և արագ վերածվում է հումանիտար աղետի։ Այս մասին անգամ Էրդողանն է խոսել իր ելույթում ու նշել, որ առաջիկայում ջուրը կարող է դառնալ հակամարտությունների հիմնական պատճառ, ինչպես նախկինում նավթն էր։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ Թուրքիան պետք է զգուշությամբ կառավարի իր ջրային պաշարները։ Մի դարում, երբ ուժերի մրցակցությունը սրվում է բոլոր ոլորտներում, ամենառազմավարական եւ արժեքավոր ռեսուրսը, ինչպես նաեւ արդարադատության եւ էներգիայի հիմնական բաղադրիչը ջուրն է։ Անցյալ դարում նավթի եւ ածխածնային վառելիքների համար տեղի ունեցած պայքարը առաջիկա ժամանակահատվածում կտեղափոխվի ջրի ոլորտ։ Մեր շուրջ տեղի ունեցող թեժ հակամարտություններին նայելով արդեն կարող ենք տեսնել դրա նշանները։ Ջրի ռազմականացումը նոր երևույթ չէ, բայց նոր ծավալ ու արագություն է ստացել։ 2024-ին ամբողջ աշխարհում ջրամատակարարման ռեսուրսների խափանման 420 դեպք է արձանագրվել, ինչը 2022-ի համեմատ 78%-ով ավելի է։ 2000 թվականին նույն ցուցանիշը 24 էր։ Ռազմական տրամաբանությամբ ջրի կայան վնասելը ավելի ճշգրիտ թիրախ է, քան նավթատարը։ Այն ավելի արագ է ազդում բնակչության վրա, ավելի դժվար է վերականգնել եւ ամենակարևորը՝ ավելի մեծ ճնշում է ստեղծում հակառակ
միակ կողմի վրա։ Միշտ է եղել ռազմավարական ռեսուրս։ Միշտ։ Երբեք չի եղել, որ ջուրը չլինի ռազմավարական ռեսուրս։ Դա ռեսուրս է, որի համար պատերազմներ են գնում։ Եվ հայտնի չի, այս պատերազմները ջրի նկատմամբ ինչ ոտնձգություն ունեն, ինչ նպատակներ ունեն։ Դեռ 1995 թվականին միջազգային կոնգրեսում, որը Իսֆահանում, հնչեց այդ նախադասությունը, որ հետևյալ ամբողջ պատերազմները լինելու են ջրի համար։ Ջրի խնդիրը շատ լուրջ է ամբողջ աշխարհում։ Ըստ Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտի արդեն այսօր Մերձավոր Արևելքի բնակչության 83%-ը ապրում է ջրի ծայրահեղ պակասի պայմաններում։ 2050-ին այդ ցուցանիշը կմոտենա 100%-ի։ Ըստ ջրային զարգացման համաշխարհային զեկույցի 2050 թվականին 6 միլիարդ մարդ կտուժի մաքուր ջրի պակասից։ Երբ որ ոչնչացվում են ենթակառուցվածքները, լինի ջրի, լինի հոսանքի, լինի ջեռուցման, ինչի էլ որ լինի, բնականաբար ստեղծվում են դժվար պայմաններ մարդկանց համար, բնակչության համար, երկրների համար։ Ջրի ահռելի ռազմավարական կարևորությունն արդեն ծոցի երկրներին ստիպել է վերանայել իրենց անվտանգային ռազմավարությունը։ Աբու Դաբին ստեղծում է ստորգետնյա ջրային ռեզերվ, որը կարող է երկրին ապահովել 90 օրվա ջրով։ Քաթարը 2025-ի հոկտեմբերին ջրային նոր օրենք ընդունեց, որն արգելում է ստորերկրյա ջրերի անվերահսկելի օգտագործումը։ Եթե մինչև այժմ պատերազմները հիմնականում կենտրոնանում էին տարածքների եւ էներգակիրների շուրջ, ապա այսօր ջուրը դառնում է ճնշման, վերահսկման եւ նույնիսկ գոյատևման հիմնական գործոն։ Այս գիշեր ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների պատճառով զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության ղեկավար Մաջիդ Խաթամին։ ԹԱՍՄ-ի գործակալության փոխանցմամբ գեներալը անվտանգության համակարգում ծառայել է գրեթե կես դար և մեծ դեր է ունեցել Իրանի հետախուզական կառույցների զարգացման գործում։ Իսկ օրեր առաջ Իրանի տարածքի վրա իրականացվող հարվածների ժամանակ ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15 կործանիչը հայտնվել է իրանական ուժերի կրակի տակ։ Ինքնաթիռը կործանվել է, իսկ կազմակազմի երկու անդամները օդաչուն և օպերատորը հասցրել են նետվել։ Մինչ Իրանի զինվորականները փորձում էին առաջ անցնել ամերիկացիներից և գերի վերցնել օդաչուին, Վաշինգտոնը գործի է դրել իր ամբողջ ռազմական և հետախուզական ռեսուրսը։ Ինչպես է ամերիկյան կործանիչի օդաչուն հայտնվել Իրանի լեռներում, ինչպես հաջողվեց նրան խուսափել գերի ընկնելուց, Զառա Սարգսյանի ռեպորտաժում։ Ինչպես Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի սպան հայտնվեց թշնամու Իրանի տարածքում։ F-15 E-Strike Eagle կործանիչն անցած ուրբաթ ապրիլի 3-ին մասնակցում էր Իրանի տարածքի ռմբակոծություններին, երբ հայտնվեց իրանական ուժերի կրակի տակ։ Անձնակազմի երկու անդամները, օդաչուն և օպերատորը, բարեհաջող ինքնանետվեցին, մինչ ինքնաթիռի կործանումը։ Ըստ New York Times-ի օդաչուներին հաջողվեց պարաշուտով իջնել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող հեռավոր լեռնային շրջան, որտեղ կա Իսլամական Հանրապետության նկատմամբ ուժեղ դիմադրություն, եւ հետեւաբար կարող էին հույսը դնել տեղի բնակիչների օգնության վրա։ Չնայած ամերիկյան լրատվամիջոցները չեն բացահայտում, թե արդյոք նրանք ստացել են նման օգնություն։ Վայրեջքից հետո երկու օդաչուները կապ են հաստատել միմյանց հետ կապի փակ անվտանգ համակարգի միջոցով եւ ակտիվացրել իրենց վթարային ազդանշանները, իրենց աշխարհագրական կոորդինատները փոխանցելու համար։ Այս միջադեպը ցավալի հարված էր Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի հեղինակությանը։ Աշխարհի տարբեր անկյուններում ավելի քան 20 տարվա մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ թշնամին խոցեց ամերիկյան F-15, թեև իրանական կողմը հայտնում էր, որ խոցել է F-35, սակայն Վաշինգտոնին ավելի մեծ վնաս կհասցներ օդաչուների գերեվարումը։ Հետևաբար, ամերիկյան ռազմաքաղաքական ղեկավարությունը սկսեց լայնածավալ փրկարարական գործողություն։ Օդաչուն արագորեն գտնվեց եւ տարհանվեց ինքնանետվելուց մի քանի ժամ անց։ Ինչպես հաղորդում է Axios-ը, հումանելով իր սեփական աղբյուրներին, այս գործողության ընթացքում Իրանը հարձակվեց ամերիկյան Black Hawk ուղղաթիռի վրա։ Անձնակազմի անդամները վիրավորվեցին, սակայն ուղղաթիռը կարողացավ շարունակել թռիչքը եւ անվտանգ հասնել իրանցի զինվորականների կողմից չվերահսկվող տարածք։ Իսկ ահա ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկրորդ սպայի որոնումները եւ տարհանումը տևեց ավելի քան 1 օր։
Ըստ լրատվամիջոցների, Սպան ԱՄՆ ռազմաօդային ուժերի գնդապետը վիրավորվել է ինքնանետման եւ վայրեջքի ժամանակ եւ թաքնվել լեռան ճեղքում մինչեւ օգնության ժամանումը, այնտեղից հաղորդելով իր գտնվելու վայրը։ Զենքից նրա մոտ եղել է միայն ատրճանակ։ Փրկարարական գործողությունը բացառիկ էր իր մասշտաբով եւ արագությամբ, այդ են վկայում ամերիկյան եւ արտասահմանյան լրատվամիջոցների աղբյուրները։ Գործողությանը մասնակցել են հարյուրավոր զինվորականներ, տասնյակ մարտական ինքնաթիռներ եւ օղաթիռներ, ինչպես նաեւ կիբերանվտանգության, տիեզերական եւ այլ հետախուզական միջոցներ։ Իրանում F-15-ի օդաչուի որոնման համար Թրամփը նույնիսկ ասացրել է Պենտագոնի այլ գործունեությունն Իրանում։ Հենց նույն օրը Իրանը խոցեց նաև որոնողական գործողությանը մասնակցող A-10 Warthog գրոհային ինքնաթիռը, սակայն հաջողվեց խուսափել մեկ այլ զինվորականի գերի ընկնելու վտանգից։ Warthog-ի օդաչուն ինքնանետվեց Պարսից ծոցի օդային տարածքում եւ հաջողությամբ փրկվեց, հաղորդում է CBS News-ը։ Քանի որ Իրանի զինվորականները փորձում էին առաջ անցնել ամերիկացիներից եւ գերի վերցնել օդաչուին, Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի գրոհային ինքնաթիռները ստիպված էին մի քանի ռումբ նետել որոնման գոտում եւ ուղիղ կրակ բացել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից նշանակված ուժերի վրա։ Ի վերջո, ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի խմբին հաջողվեց առաջինը հասնել գործընկերոջը, սակայն վերջին փուլերում անսպասելի խնդիրների հայտ եկան։ Երկու տրանսպորտային ինքնաթիռներ, որոնք պետք է փրկարարներին եւ փրկված օդաչուին անվտանգ վայր հասցնեին, վնասվել են Իրանի հեռավոր բազայում։ Այդ ժամանակ գործողության հրամանատարները որոշել են արագորեն ուղարկել 3 նոր ինքնաթիռ տանհանման համար, իսկ երկու վնասված ինքնաթիռները պայթեցվել են, որպեսզի դրանք չընկնեն իրանցիների ձեռքը։ Արդյունքում փրկարարական ինքնաթիռներն Իրանից մեկնել են Քուվեյթ, յուրաքանչյուրը մի փոքր հետ մնալով մյուսից։ Առաքելությունն ավարտվել է ապրիլի 4-ի կեսգիշերից կարճ ժամանակ առաջ, եւ բոլոր ամերիկյան ուժերը լքել են Իրանի օդային տարածքը։ Փրկված սպան այժմ անվտանգ վայրում է։ Օդաչուի փրկության գործում անմիջականորեն ներգրավված է եղել նաեւ կենտրոնական հետախուզական վարչությունը, ինչպես Iran International-ն է հաղորդում, Իսրայելը իր երկու հատուկ նշանակության ստորաբաժանումներն օգտագործելով Շալդագը, Իսրայելի ռազմաօդային ուժերի հատուկ նշանակության ուժերը եւ Սայերեթ Մատկալը, Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի հատուկ նշանակության ուժերը։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորքյան, ABC Media։ Եվ վերջում, Կամբոջայում կանգնեցվել է աշխարհում առաջին արձանը նվիրված ականազերծող առնետին։ Խոսքը Մագավա անունով առնետի մասին է, որը իր աշխատանքի համար նույնիսկ ոսկե մեդալ էր ստացել։ Մագավան հատուկ մարզված աֆրիկյան հսկա պարկավոր առնետ էր։ Իր հնգամյա աշխատանքի ընթացքում նա հոտառությամբ հայտնաբերել է ավելի քան 100 ական եւ պայթուցիկ սարք։ Պատմում են, որ երբ առնետը գտնում էր վտանգավոր հատվածը, մասնագետները մոտենում էին եւ անվտանգ հեռացնում ականները։ Ասում են, նրա շնորհիվ մաքրվել է ավելի քան 141 000 քառակուսի մետր տարածք։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ, բարի գիշեր։